Վարչապետ Փաշինյանը ուղիղ հարցրեց հարյուրավոր հազար հայերին. ինչու եք դուք ողջ մնացել, ինչու չեք զոհվել, ինչու չմնացիք խրամատներում, ինչու փախաք եւ եկաք։ Մի քիչ տարօրինակ է, որտեղ դրանից առաջ նա ասում էր, որ Ղարաբաղյան թեման փակ է, որ Ղարաբաղյան շարժումը ֆեյք է, որ այդ ամենը պատմական սխալ էր։ Որն է այստեղ հակասությունը։ Ես չեմ ուզում, ինչպես շատերը հիմա անում են եւ ինչը շատ հեշտ է անել, համեմատել 2018 թվականի, 19, 20 թվականի, 23 թվականի, 25 ու 26 թվականի Փաշինյանի ասածները։ Ոմանք Հայաստանում համարում են դա իմաստություն, իրական դիվանագիտություն, խորամանկ քաղաքականություն։ Ես ընդամենը հարցնում եմ հազարավոր կամավորների եւ զինվորների անունից, քանի որ ես խոնարհս նրանցից մեկն եմ, չէ որ դուք եք մեզ ուղարկել Արցախը պաշտպանելու, պարոն գլխավոր հրամանատար։ Ձեր ստորագրությամբ էին մեզ զենք բաժանում եւ զինամթերք։ Այդպես որ ես չեմ կարող ներողություն խնդրել, որ ողջ եմ մնացել, ինչպես այն հազարավոր տղաները, որոնք վերադարձել են։ Ես ներողություն չեմ պատրաստվում խնդրել, որ 150,000 արցախցի փախստական է դառել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել միայն այն հազարավոր տղաներից ու աղջիկներից, ովքեր զոհվել են եւ չեն վերադարձել այդ վերջին պատերազմից, նախավերջին պատերազմից, որովհետեւ Հայաստանի իշխանության խոսքերը եւ գործողությունները ուրանում են ձեր սխրանքը, ձեր կյանքը, նաեւ մեր կյանքը եւ կենսագրությունը։ Եվ մենք դրան երբեք չենք համաձայնվի։ Դա չի կարող լինել ճիշտ, որովհետև դա անարդար է։ Դա չի կարող բերել խաղաղություն, որովհետև դա գաղութային, ստրկամիտ, վախվորած քաղաքականություն է։ Եվ հայ ժողովուրդը իր հազարամյա ազգային ազատագրական պայքարով մերժելու է նման մոտեցումը։